Անպտղության խնդրի հետ կապված մենք շատ կարևոր ուշադրություն ենք դարձնում տղամարդկանց մոտ ամորձիների սոնոգրաֆիայի տվյալներին։ Կուզեմ կարճ եւ հակիրճ ներկայացնել մի կլինիկական դեպք, հետաքրքիր, որի շուրջ իմ մտքերը ծավալվեցին եւ առաջացավ գաղափարը նկարահանելու այս վիդեոն։ Դիմում է պացիենտ, որը ամուսնացած է տարի ու կես, արդեն պլանավորում են հղիություն եւ ոչ մի ձևով չի ստացվում հղիությունը, կինը անցել է բոլոր հետազոտություններ, ամեն ինչ նորմալ է, օվուլյացիան նորմալ է, հորմոնները նորմալ վիճակում են, տղամարդուն ասել են քո ամորձիները փոքր է եւ սերմի որակը վատն է։ Կոնստիտուցիան նորմալ ձևավորված տղամարդկային տիպի մարմնակառուցվածքը արտաքին զննման ժամանակ իսկապես ամորձիների չափերով փոքր են։ Գիտեք, սա այն դեպքերն են, երբ առանց հետազոտությունների արդեն նայելուց հասկանում ես, որ խնդիր կա ամորձների չափերի հետ կապված եւ հարցին, որ միշտ այդպես է եղել ձև է, պացիենտը պատասխանեց, որ այո, միշտ ձևը այդպես է եղել։ Իրանք ոնց որ 9-10 տարեկան երեխու ամորձների չափեր է, տենց ասեմ, բայց տղամարդը հասուն տարիքի տղամարդ։ Մի խոսքով, բնականաբար մենք որոշեցինք պլան հետազոտությունների, որտեղից ենք սկսում եւ փորձում ենք հասկանալ խնդրի պատճառը։ Ես ներկայացեցի ամեն ինչ, որ հետազոտություններ պետք կլինեն, արյան անալիզներ, սերմի անալիզ, շատ հնարավոր է գենի անալիզ, կարիոտիպ որոշենք եւ այլն։ Հիմա մենք ինչ ունեցանք հետազոտությունների արդյունքում երկու տարբեր լաբորատորիաներ տվեցին, որ սերմի որակը լավն է, չեմ ասում իդեալական, բայց հղիության համար ամեն դեպքում պիտանի սերմ։ Եվ շատ հետաքրքիր էր հորմոնները։ Հորմոնները եկան նորմալ վիճակում, մենք չունենք հիպոգոնադիզմի խնդիր։ Սա ամենահետաքրքրականն էր, որովհետև անկեղծ ասած ես սպասում էի, որ կստանամ հորմոնների հետ կապված խնդիրներ, շատ սպասելիքս հենց դրան էր դեպի տանում, բայց հորմոններն եկան իդեալական վիճակում, սերմը հարաբերականորեն առումով նորմալ վիճակում է եւ այստեղ մի փոքր խնդիր է առաջանում, որ ապա ինչ անել այս իրավիճակում։ Ես որպես մասնագետ կարծում այս իրավիճակում ոչինչ անել պետք չի, խնդիրը մեծ հաշվով կարելի է միայն կոսմետիկ դեֆեկտ դիտարկել, եթե կարելի է այդպես արտահայտվել, որովհետև իրոքից ոչ մի հետազոտության մակարդակում որևէ խնդիր մենք չենք հայտնաբերել։ Սա երևի իմ ամբողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում կարծում եմ երևի թե 3-րդ կամ 4-րդ դեպքն է, որ ամորձիների մենք չենք կարող այդ դեպքում այն դիտարկել խնդիր եւ բուժել։ Դրա համար ամեն դեպքում իմ խորհուրդն է, եթե տղամարդիկ նկատում են իրենց մոտ ամորձների չափերի փոքրացում, ապա դրա վրա պետք է ուշադրություն դարձնել, բայց միշտ ապեք վախենալ, որովհետեւ փաստորեն պատահում են նաեւ այդպիսի դեպքեր, որ խնդիր չի հայտնաբերվում։